Ելնելով մարդու իրավունքների համընդհանուր ճանաչման սկզբունքներից խնդիր դնելով ժողովրդավարական իրավական հասարակարգի ստեղծումը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։ 22 տարի առաջ այսօրը խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրեցին պատմական որոշում, անկախությունն ընտրելով որպես երկրի կայացման եւ զարգացման անշեղ ուղի։ Գերագույն խորհրդի որոշմամբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե։ Նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը քաղաքական ուժերի ներկայացուցիչները համարում են Արցախյան հերոսամարտում տարած փառահեղ հաղթանակը, որը ձեռք բերվեց հայ քաջորդիների անմնացորդ պայքարի ու այրան գնով։ Ժողովրդավարական հայրենի կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը նշում է. 22 տարի առաջ պատկերացումներն այլ էին, այսօր իրավիճակը փոխվել է։ Այդ օրը ինքնաբուխ մադաղ էր բոլոր յուղերում, միտեղ մոզեի մորտում, միտեղ ոչխարի մորտում, միտեղ ոչխարներ ու դաուլ զուրնա։ Իներցիայով, էմոցիայով էր դա գնահատվում, բայց այս անցած էտապը ցույց տվեց, որ նույնիսկ իշխանավորները, որոնք պատրաստում են թատերական խորհրդային միության նման կազմակերպված անցկացում են, նրանց մոդել չկա այդ անկախության զգացողությունը։ Անկախությունը պահանջում է նվիրվածություն ու նվիրյալներ։ Ձախողումներ արձանագրվել են բոլոր իշխանությունների օրոք, սակայն այսօր վտանգված է երկրի անկախությունը, շարունակում է Ժառանգություն կուսակցության մամլոխոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ Այս իշխանությունները ցույց են տվել, որ իրենք համարժեք չեն ստեղծված իրավիճակին, համարժեք չեն մարտահրավերներին, որոնք մեր երկրի առջև ծառացած են, թե արտաքին, թե ներքին, ուղղակի չեն ընկալում ոչ այդ մարտահրավերների բովանդակությունը, որ կարողանան դրանց դիմակայել, ոչ էլ ուղղակի շատ դեպքերում ցանկություն ունեն։ Քանի դեռ երկրում կա սոցիալական անհավասարություն, արտարության պակաս եւ արտագաղթ անկախությունը որպես բացարձակ արժեք կրելու առումով խնդիրներ միշտ էլ կլինեն, կարծում է ԲՀԿ մամլոխոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Իսկ անկախությունը ոչ միայն հպարտություն է, այլև պարտավորություն։ Այն քաղաքացին, ով որ ունի լրջագույն սոցիալական խնդիր, այն քաղաքացին, ով որ առնչվում է իրավահավասարության հետ կապված խնդիրներին, այն քաղաքացին, ով բռնում է Հայաստանի Հանրապետությունը անկախ Հայաստանի Հանրապետությունը լքելու ճանապարհը, չեմ կարծում, որ լիարժեք կենտրոնանում է անկախության թանկ գաղափարի վրա։ Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը նշում է. Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվեց աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, ունեցավ հաջողություններ եւ ձախողումներ, արձանագրվեցին հերոսական էջեր ու միևնույն ժամանակ կոպիտ սխալներ։ Ազատամարտիկը որպես օրինակ բերում է իր եւ իր մարտական ընկերներից շատերի ներկայիս կարգավիճակը։ Անկախության համար պայքարողներն այսօր արդեն ստիպված են նստացույցեր ու հանրահավաքներ անցկացնել։ Մենք մեզ ազատ չենք կարող համարենք, որովհետև մեր սիրտը, մեր հոգին, հայոց այն հասկացողությունը մեր մեջ ընկճված է։ Տոնը այն կլիներ, որ ժողովրդի սիրտը ուրախ լիներ, ժողովուրդն ուրախ դիմավորեն իրանց ամեն մի պրազնիկը, հայի հոտ գար բոլորի վրից։ Անհրաժեշտ է, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն եւ անկախությունը միայն բառ չլինի, այլ գիտակցում։ Իսկ դրան հասնելու համար երկրում արմատական փոփոխություններ են պետք։ Ներկայիս սոցիալ-տնտեսական քաղաքականությունը առայժմ դրական նախադրյալներ չի ստեղծում։ Հետևաբար անկախությունն արժե զրկվում է։ Անկախ կոչվելու համար միայն այդ անվանումը Նաիմի Նավանյան շատ քիչ է ու անհրաժեշտ է դեռ երկար ուղի անցնել կայանալու համար։ Այն ինչ ունենք, իմ կարծիքով բավարար չի անկախ, լիարժեք անկախ կոչվելու համար։ Գիտակցելով, որ բավականին մեծ դժվարություններ ենք հաղթահարել եւ 21 տարեկան է դեռևս երիտասարդ է, 22 պետության համար եւ զարգացման ճանապարհ կա, պարզապես պետք է ճիշտ գտնել այդ ճանապարհը եւ մտածել, որ դժվարությունները դեռևս կարող ենք հաղթահարել։ Գնում ենք դեպի անկախություն, ազատությունը, որոշ մարդիկ ճիշտ են ընկալում, որոշ մարդիկ սխալ։ Անձամբ ես կարծում եմ ազատությունը այդ հոգու հանգստությունն է, որ մարդը իրեն հանգիստ զգում է ներքուստ, իմ կարծիքով ազատ իրեն զգում է։ Զրուցակիցներից խոսքերով անհրաժեշտ է հասնել այն գիտակցման գերակայությանը, որ պատմության եւ մասնավորապես երրորդ հանրապետության արժեքը դրա իդեալականացումը չէ, այլ այն, որ տվյալ ժամանակի սխալները դիտարկվեն, վերլուծության ենթարկվեն եւ դառնան թերություններից խուսափելու միջոց։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Gala News։